Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Լեռան քարոզում կա այսպիսի մի արտահայտություն. ձեր հայրը նախքան ձեր խնդրելը արդեն իսկ գիտի, թե ինչ է ձեզ պետք։ Սովորական մարդկային տրամաբանությամբ դա փոքրիչ արտարոց է թվում։ Եթե արդեն գիտի, թե ինչ է պետք, էլ ինչի համար ենք խնդրում։ Ինչի համար է պետք աղոթքը։ Բայց իրականում աղոթքը Աստծուն մեր ցանկությունների մասին տեղեկացնելու համար չէ։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ Մատթեոսի ավետարանում Լեռան քարոզում Քրիստոս բավականին մանրամասն բացատրում է, թե ինչպես է պետք աղոթել։ Եվ իր բացատրությունները ելնում են քրիստոնեության այն ֆունդամենտալ սկզբունքից, որ մեր գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն ոչ թե արտաքին էֆեկտին, ոչ թե PR-ին, այլ մեր ներքին վերափոխմանը, ինքնամաքրմանը։ Հենց այդ համատեքստում էլ Հիսուս աղոթքի մասին խոսելուց առաջ խոսում է ողորմության մասին, նշելով, որ երբ ողորմություն ես տալիս, չպիտի նպատակ ունենաս, որ քեզ գովեն, քեզ փառաբանեն։ Նույնը աղոթքը։ Կեղծավորները, ասում է Հիսուս, սիրում են աղոթել ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում, որպեսզի մարդիկ նրանց տեսնեն։ Եթե այդպես են անում, ապա հենց դա, այսինքն ինքնագովազդը պետք է լինի նրանց վարձը։ Իսկ աղոթել պետք է փակ սենյակներում, ծածուկ, եւ քո հայրը քեզ կհատուցի հայտնապես։ Այլ կերպ ասած, միայն այդ դեպքում Աստված կլսի քո աղոթքը։ Շարունակելով ուսուցումը աղոթքի մասին, Հիսուս զգուշացնում է. աղոթք անելիս շատախոս մի եղեք հեթանոսների նման, որոնք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն։ Հեթանոսներին նա հիշում է այն պատճառով, որ Քրիստոսի ժամանակներում նրանց շրջանում ընդունված էին մի քանի ժամ տևող աղոթքները։ Եվ ոչ միայն այն ժամանակ, այլև դրանից առաջ։ Հին կտակարանում կան բազմաթիվ դրվագներ, որոնք նկարագրում են հեթանոսների այդ սովորությունը, երբ նրանք օրինակ առավոտվանից մինչև կեսօր կրկնում են Բահաղ Աստծո անունը եւ բնականաբար ոչ մի պատասխան չեն ստանում։ Խնդիրն այն է, որ հեթանոսական աստվածները, օրինակ հույների մոտ, իրենց բնավորությամբ շատ նման են մարդկանց, խանդում են, խաբում են, սկանդալների մեջ են ընկնում եւ այլն։ Իսկ մարդկանց հետ շփվելից, երբ մարդը մարդու հետ է շփվում, բնական է, որ դու պիտի շատախոսես։ Երբ ենք մենք սովորաբար շատախոսում, այսպես ասած օծի լեզու թափում, պարզ է, երբ ուզում ենք համոզել։ Ասենք, մենք գնում ենք բանկ եւ փորձում ենք վարկ ստանալ։ Երբ բանկի աշխատակիցը կասկածում է, մենք սկսում ենք հավելյալ փաստարկներ բերել, գուցե նաեւ ինչ-որ տեղեկանքներ հանել, որպեսզի ավելի համոզիչ լինենք։ Այսինքն, մենք ջանքեր ենք գործադրում, որ մեր խնդրանքը, որն ուղղված է այս կամ այն մարդուն, տեղ հասնի։ Այդպիսիք են մարդկային հարաբերությունները։ Բայց մարդու եւ Աստծո հարաբերությունները դրա նման չեն։ Աղոթքի ժամանակ մենք հաղորդակցվում ենք Աստծո հետ, ոչ թե նրան տեղեկություններ ենք փոխանցում մեր կացության մասին։ Այդ կացությունը նա մեզնից շատ ավելի լավ գիտի եւ ընդհանրապես մեր մասին գիտի այն, ինչ որ մենք ոչ բարձրաձայն, ոչ էլ մտքում չենք համարձակվում խոստովանել։ Աստված հետևաբար շատ լավ ծանոթ է մեր կարիքներին եւ դրանց մասին պատմելու, աղոթքի ժամանակ պատմելու որևէ կարիք չկա։ Նպատակն այն է, մենք պետք է ազատորեն ընդունենք Աստծո օգնությունը, բայց մյուս կողմից պատահում է, որ մենք խնդրում ենք բացարձակապես վնասակար կամ երկրորդական բաներ։ Ինչ որ հարց մենք կարող ենք շատ կարևոր համարել, հուշ կարևոր, կենաց մահու խնդիր, բայց դա փազլի մի փոքրիկ մաս է, իսկ Աստված տեսնում է ամբողջ պատկերը։ Այսպիսով մեր ոչ բոլոր աղոթքներն են տեղ հասնում։ Հիշենք, որ Մատթեոսի ավետարանի մեկ այլ տեղում Քրիստոս հարցնում է. ձեզանից ով է այն մարդը, որի որդին եթե հաց խնդրի, քար կտա նրան, կամ եթե ձուկ խնդրի, օձ կտա նրան։ Հիմա եկեք փորձենք շուռ տալ այդ տրամաբանությունը։ Եթե մենք կարծում ենք, որ մեր ուզածը հաց է կամ ձուկ, իսկ իրականում դա քար է եւ օձ, այսինքն մենք պատրանք ունենք, որ դա լավ բան է, բայց իրականում դա կործանարար է, միթե լավ հայրը կկատարի մեր խնդրանքը։ Այն բաները, որոնք մենք խնդրում ենք աղոթքի ժամանակ, առողջություն, հաջողություն, հարստություն եւ այլն,
իրականում վատը չեն։ Բայց միայն Աստված գիտի, արդյոք այդ ցանկությունների իրականացումը վնաս չի բերի այլ մարդկանց, կամ թեկուզ հենց մեզ։ Այդ է պատճառը, որ 7-րդ դարի աստվածաբան Մաքսիմոս Խոստովանողը բաժանում է մեր կամքը երկու տեսակի՝ բնական, որը ենթադրում է մեր ձգտումը դեպի բարին, դեպի Աստված, եւ մյուս կողմից ընտրող, երբ մենք կարող ենք նաեւ չափազանց հիմար որոշում կայացնել, ղեկավարվելով սխալ դատողություններով։ Դրանից ելնելով Մաքսիմոսն ասում է. մարդը ստեղծված է իրական բարին ցանկանալու համար, բայց պետք է սովորի թվացial եւ ճշմարիտ բարին տարբերակելու։ Եվ ստացվում է, որ աղոթքը այնպիսի գործողություն է, եթե ուզում եք, այսպիսի մի գործիք է, որի միջոցով մարդը կամաց սովորում է տեսնել իր իրական կարիքները եւ դրանք համադրել Աստծո կամքի հետ։ Իր ուսուցումը աղոթքի մասին Հիսուս ավարտում է տերունական աղոթքով, որպես օրինակ, թե ինչ է պետք խնդրել Աստծուն։ Տերունական աղոթքին մենք արդեն անդրադարձել ենք եւ դեռ բազմիցս կանդրադառնանք, բայց այստեղ նշեմ, որ Մատթեոսի ավետարանում տերունական աղոթքում Հիսուս շարադրում է մի քանի խնդրանք, որոնք ուղղված են Աստծուն, բայց մեկնաբանում է միայն մեկը. եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողում քմերոս պարտապանած։ Միայն այդ խոսքերն է առանձնացնում բարձաբանելու համար։ Տիրոջ մեկնաբանությունը հետեւյալն է. եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ապա եւ երկնավոր հայրը ձեզ կների։ Իսկ եթե չներեք, նա էլ ձեզ չի ների։ Հետևաբար բոլոր տեսակի ցանկություններից, խնդրանքներից, որ մենք ուղում ենք Տիրոջը, ամենակարևորը տալ մեզ ներելու ուժ, ներելու ազատություն։ Իսկապես կարծում եմ հենց դա պետք է լինի նախ եւ առաջ մեր ամենակարևոր խնդրանքը Տիրոջից։ Մեր ցանկությունները բազմաթիվ են եւ բազմապիսի եւ շատ հազվադեպ է պատահում, որ մենք կարծում ենք, որ դրանք անիմաստ են եւ վնասակար։ Մենք կարող ենք առաջնորդվել զուտ մեր ցանկություններով եւ կարող ենք այդ ցանկությունները շտկել, մաքրել, մշակել մեր ինքնակազմակերպման, նաեւ աղոթքի միջոցով։ Ընտրությունը մերն է։